որպեսզի արգելքը պատգամավորների վրա չտարածվի։ Ինչի համար են անում։ Ուղղակի քաղաքական պատճառով ավելի խիստ պատժելու։ Այստեղ հանրային պաշտպանը ասում է, թե վկայի վրա կարող է ազդեցություն ունենալ։ Երբեք կա այդպիսի վկա։ Վարդան Ղուկասյանը անհատակության մեջ է։ Տեսակցությունների վրա արգելք կա։ Ավելացրեք ընտանիքի անդամներին չտեսնի։ Եթե թող հանրային մեղադրողը մի հատ վկայի անուն կա, այդ վկայի ցույցը հարությունաշտապ փոխել։ Վարդան Ղուկասյանի ազատության մակարդակի հետ կապ չունի վկայի ազդեցություն։ Նույն այս հակակոռուպցիոն դատարանում արդեն 3 տարուց ավել ոչ է քննվում, որի մասին 100 անգամ ազգային ժողովում խոսել է։ 170 քանի վկայի անվան տա, պատճառաբանելով որ 170 քանի վկական զինվորականներ կեսը Հայաստանում չեն, 3 տարի Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պահում էին անազատության մեջ, էլի նույն պատճառով, որտեղ Նիկոլ Փաշինյանը նրան կարգել է որպես մեղադրյալ։ Եվ այս առումով որևէ խափանամիջոց սահմանափակում չի մտնում, իսկ պատգամավորների երաշխավորությունը անմեջ սպիտակում է խոսքի արժեք։ Եվ այս առումով այն պատասխանատվությունը բարոյական քաղաքական, որ ունի Վարդան Ղուկասյանը գյումրեցիների առաջ, ևս միացնում ենք մեր անհատական որպես պատգամավոր, որպես կուսակցության անդամ, Հայաստանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության անդամ, այդ ամբողջ պատասխանատվությունը, որպեսզի գիտեք իրականում շատ կարճ ասեմ, 18 թվականից Հայաստանում մի մարդ հարձակվում է ձեր դատական համակարգի վրա, դրա համար Դավիթ Գրիգորյանը ձեր կոլեգա, մինչև հիմա իր իրավունքներն է պաշտպանում, պաշտպանելով ամբողջ դատական համակարգ, հարձակվում է զինվորականության վրա, հարձակվում է տեղական ինքնակառավարման վրա, աբսուրդ է, բայց Հայաստանի երկու խոշոր երրորդ քաղաքների քաղաքապետերը քաղաքական նպատակով անազատության մեջ են հայտնվում, դա հանուն մեր երեխեքի ապագայի կտրենք եք միտեղ, ասենք որ չէ, կարող որոշում կայացնենք, կոնկրետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցով փոխելու համար։